Շատ բարի, հարգելի գործընկերներ, մենք ստացել ենք խմբակցության անունից հանդես գալու համար մեկ հայտ, Բարգավաճ Հայաստան պատգամավորական խմբակցության անունից, ձայն է խնդրում խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, համեցեք տիկին Զոհրաբյան։ Շնորհակալություն հարգարժան նախագահող, հարգելի խորհրդարան, ես կարճ կխոսեմ անդրադառնալով մի քանի խնդիրների, իհարկե մենք հասկանում ենք, որ 17 թվականի խորհրդարանը որակապես բոլորովին այլ խորհրդարան է լինելու եւ հույս ունենանք, որ այդ խորհրդարանում կաշխատեն իրապես պրոֆեսիոնալ մարդիկ, որտեղ ոչ պրոֆեսիոնալների համար, ժամավաճառությամբ զբաղվողների համար, իրենց այլ գործունեության արանքում խորհրդարան եկողների համար ուղղակի տառապանք է լինելու 2017 թվականի խորհրդարանում նստելը, որտեղ դիսկոմֆորտը խստագույնս մեծ է լինելու, ուստի այդ պատգամավորները, ովքեր հարակից այլ ատրիբուտների զուգահեռ, մի հատ էլ որպես ատրիբուտ տարիների ընթացքում ունեցել են մանդատը, երկար պետք է մտածեն, այդ ատրիբուտը լրացուցիչ այս անգամ իրենց պետք է, թե լրացուցիչ գլխացավանք է դառնալու իրենց համար, եւ ուստի այս առումով անչափ կարևոր է, որ խորհրդարանի գործունեությունը կանոնակարգող հիմնական օրենքը տա հնարավորինս առավելագույնս տա հիմնական հարցերի պատասխանը։ Մեր բազմաթիվ առաջարկներ ընդունվել են, ես ցավում եմ, որ մի սկզբունքային առաջարկ չի ընդունվել, այն է, երբ որ հանձնաժողովը գլխադասային կամ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս պատգամավորի կամ պատգամավորների նախաձեռնությանը, այն ներկայացվում է խորհրդարանում, դրա համար նախատեսվում է 3 րոպե, պարոն Սահակյան, 3 րոպեն ընդհանրապես հանեք, որտեղ 3 րոպեում ներկայացնել նախաձեռնության փիլիսոփայությունը, բովանդակությունը, դա ուղղակի գալեչկայի համար, ընդամենը որ ձեզ էլ հնարավորություն տվեցիք մի բառ ասել, սերիայից է, տվեք հնարավորություն, ի վերջո, եթե կա նախագիծ, նախագիծը ընդունողը կամ մերժողը խորհրդարանն է ամբողջությամբ, ոչ թե հանձնաժողովը կառավարության թելադրանքով եւ բոլորս էլ գիտենք, այդ ոնց է լինում, որ մշտապես կառավարության եւ գլխադասային հանձնաժողովի տեսակետները համընկնում են։ Կառավարությունը օքեյ է տալիս, գլխադասային հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն։ Կառավարությունը տալիս է բացասական, գլխադասային հանձնաժողովը չգիտես ինչ, այսպես է մետաֆիզիկայի ազդեցության տակ կրկնում է կառավարության տված գնահատականը։ Ուրեմն տվեք հնարավորություն, մենք առաջարկել էինք 10-ից 15 րոպե ներկայացնելու բացասական եզրակացություն ստացած նախագիծը եւ խորհրդարանը թող իր քվեարկությամբ որոշի, այո թե ոչ։ Սա այդ մասով համաձայն եմ Խոսրով Մելիքիչի հետ, որ օրակարգը քվեարկությամբ հաստատելը դա անիմաստ ինչ որ արարողակարգ է։ Եթե կա օրակարգ, ընդունենք ի գիտություն եւ սկսենք այդ օրակարգով աշխատել, ինչի ենք քվեարկում։ Սա մենք միանում ենք այդ առաջարկին եւ խնդրում եմ դա եւս քննարկման դնել, միանշանակ ուրեմն համաձայն եմ Լևոնի հետ Մարտիրոսյան, այդ քաղաքացիների ընդունելություն, գիտեք, եկեք այդ դեկորատիվ ատրիբուտիկաները ընդհանրապես հանենք, պատգամավորի պարտականությունն է հանդիպել քաղաքացիների իր ընտրողների հետ։ Հիմա այն պատգամավորը, որը չի ցանկանում դա անել, հաջորդ ընտրության ժամանակ ընտրողը տվյալ պատգամավորի գնահատականը կտա։ Հիմա եթե դրել եք քաղաքացիների ընդունելություն պատգամավորի հետ, պատգամավորների 90%-ը չի գնում այդ ընդունելությանը, ուղարկում է իրենց փորձագետներին, եւ դա այդպես է։ Դրա օգտակար գործողության գործակիցը ուղղակի զրոյական է։ Ես կարծում եմ այդ դրույթներ ուղղակի արհեստական սինթետիկ դրույթներից եկեք ուղղակի բեռնաթափեն կանոնակարգ օրենքը։ Եվ ամենակարևոր խնդրին, որ հասկանում եմ, որ այս խնդիրը կանոնակարգով չի լուծվելու, որտեղ մենք ասելու ենք, դուք ասելու եք սահմանադրությամբ, ուրեմն առաջնային մանդատ եւ այլն ընտրում է ժողովուրդը, բայց միանշանակ համաձայն եմ, որ ժողովուրդը ընտրում է ոչ թե կոնկրետ այդ ցուցակում ներառված այս կամ այն անձին, այլ ընտրում է լավագույն դեպքում, կուսակցության լիդերին, եթե մի անձ կա, որը կարող է ասել, որ ինձ են ձայն տվել, դա կուսակցության ցուցակը գլխավորողն է լինելու եւ բնականաբար ընտրում է տվյալ կուսակցությանը եւ կուսակցության գաղափարախոսությանը, որպեսզի այլ քաղաքական ուժ, այսպես չվրդովի, բերեմ Բարգավաճ Հայաստանի օրինակը։ Բոլորիս համար էլ պարզ է, որ թե 2007-ին, թե 2012-ին հանրությունը ձայնը տվել է Գագիկ Ծառուկյանին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրին։ Եվ եթե ինձանից սկսած
եղած որևէ մեկը Բարգավաճ Հայաստանի ցուցակում կարող է ասել, որ այդ ձայները եղել են իր ձայները, որ տվել են հատուկ իրենց համար, որ իրենք եղել են ցուցակում, ես նման գնահատականը առնվազն ազնիվ չեմ համարի, կրկնում եմ, ձայները տրվել է մեր դեպքում Գագիկ Ծառուկյանին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրին։ Իհարկե ես հասկանում եմ, որ նապոլեոնիզմը եւ բոնապարտիզմը քաղաքական դաշտում շատ լուրջ շեղում է, իդեպ հոգեբուժության մեջ դա բացարձակ անբուժելի հիվանդությունների շարքում է իդեպ եւ ունի խորանալու եւ անդառնալի պրոցեսի վերածվելու հակում, բայց ակնհայտ է մի բան, որ ընտրողը ձայնը տալիս է տվյալ կուսակցության առնվազն միայն այն անձին, որը գլխավորում է կուսակցությունը, այսինքն որը այդ կուսակցության բրենդի հիմնական կրողն է եւ կուսակցության ծրագրին եւ այն գործիչները, ովքեր այնուհետև գտնում են, որ իրենք ուրեմն իրենց վեհ գաղափարները հակասության մեջ են մտնում կուսակցական ծրագրերի եւ կուսակցական գաղափարների հետ, ես համաձայն եմ ձեզ հետ եւ համաձայն եմ այն սանկցիաներին, որ ամրագրված է կանոնակարգով, իրենք բարի պիտի լինեն առնվազն, եթե ուրեմն պահելու են падգամավորական մանդատ, իսկ ես վստահ եմ, որ անպայմանորեն բոլորը պահելու են, ես կարծում եմ, որ այդպիսի նախադեպ մենք 17 թվականի խորհրդարանում եւս չենք ունենա, գոնե վայր դնել կուսակցության եւ խմբակցության կողմից ստանձնած այլ պարտականությունները։ Սա է խնդիրը, այլ հեծանիվ հորինելու խնդիր չկա։ Այո, падգամավորը ազատ է քվեարկել այնպես ինչպես ուզում է, բայց կա կուսակցություն, կա խմբակցություն, մենք կարող ենք մեր տեսակետը ազատ անկաշկանդ ներկայացնել խմբակցության նիստում, չհամաձայնել, բանավիճել, կռվել, առարկել, բայց երբ որ կայացվում է որոշում, սա է հարգելիներս, բոլորս պարտավոր ենք ենթարկվել խմբակցության եւ կուսակցության որոշմանը։ Այդպես է ամենուր, այդպես է ամենաժողովրդավարական, որ անդադ օրինակ եք բերում երկրներում, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի բոլոր խորհրդարաններում падգամավորը անկախ նրանից, թե խմբակցության ներսում ինչ արճակատումներ, ինչ քննարկումներ կլինեն, երբ որ կայացվում է որոշում, բոլորս պարտավոր ենք ընդունել մեծամասնության, խմբակցության մեծամասնության կայացրած որոշմանը։ Եվ դա կապ չունի, մենք կիսա տոտալիտար Հայաստանում ենք ապրում, որտեղ ներկուսակցական դեմոկրատիան շատ ցածր մակարդակի վրա է, թե սա Բրիտանիայի, Գերմանիայի կամ չգիտեմ Ֆրանսիայի խորհրդարանն է։ Հիմա փորձվի Ֆրանսիայի խորհրդարանի որևէ խմբակցության падգամավոր դեմ դուրս գալ խմբակցության որոշմանը։ Հետևանքները շատ ավելի խիստ են, ես դա ասում եմ, որտեղ հրաշալի տեղյակ եմ այդ խորհրդարանների խմբակցությունների գործունեությանը, շատ ավելի խիստ են լինելու, քան մենք ամրագրել ենք մեր կանոնակարգով։ Ուստի պետք չի Երևալ ամենաժողովրդավար, ամենալիբերալը, ամենաայսպես բազմակարծը Երևալու մոլուցքով տարապել։ Եթե կուսակցություն է, կուսակցությունը պիտի ունենա նաև հստակ կարգուկանոն, այլապես դա չի լինի կուսակցություն, դա կլինի մարդկանց համախումբ, որոնցից ամեն մեկը անելու է այն, ինչ որ ցանկանում է, այդպես չպիտի լինի։ Այնպես որ այն դրույթները, որ ամրագրված են կանոնակարգում, դա նվազագույնն է, որը հնարավորություն կտա ընդհանրապես պահպանել կուսակցական ստրուկտուրաները, այլապես եկեք վերացնենք կուսակցությունները իդեպ որոշ հին ժողովրդավարության երկրներում, ես մի քանի քննարկումների մասնակցել եմ, այնտեղ այսպիսի թեզ է այլևս քննարկվում, ընդհանրապես ինչի են պետք կուսակցությունները։ Թող լինեն շարժումներ, սա էլ է քննարկելու թեզ, եթե կուսակցությունները որպես անախրոնիզմ մենք գտնում ենք, որ իրենց սպառել են, որտեղ ով ինչ ուզենա պիտի անի այդ կուսակցության ներսում, եկեք քննարկենք ընդհանրապես կուսակցության գաղափարի եւ հասկացության ընդհանրապես գոյություն ունենալու իրավունքը, բայց քանի դեռ քաղաքական գործընթացներ իրականացնելու միակ գործիքը առայժմ այլ ավելի հետաքրքիր, ավելի լիբերալ, ավելի կրեատիվ գործիք հորինված չէ, քան կուսակցություններն են, ուրեմն կուսակցություններն էլ պիտի ունենան կանոնադրությամբ հստակ ամրագրված կարգապահական նորմեր, այլապես կընկրկնում եմ ամեն մեկը կանի այն, ինչ որ ուզում է, եւ դա բացարձակ կապ չունի
ազատ խոսքի հետ, դա բացարձակ կապ չունի ներքին ժողովրդավարության հետ։ Ներքին ժողովրդավար են այն կուսակցությունները, որտեղ ներքին քննարկումները լինում են մշտապես, լինում են ակտիվ, բայց ներքին ժողովրդավարություն է նաև այն կուսակցությունը, այն խմբակցությունը, որտեղ խմբակցության ներսում փոքրամասնությունը պատրաստ է ազնվորեն ընդունել մեծամասնության տեսակետը եւ քվեարկել այնպես, ինչպես որոշում է մեծամասնությունը։ Դա է հենց ներքին ժողովրդավարության հիմնական դրույթներից մեկը։ Ոչ թե ասել, որ ես մենակ եմ, իմ տեսակետը տարբերվում է ձեր բոլորի տեսակետից, բայց քանի որ ես ունեմ իմ անձնական սուբյեկտիվ տեսակետը, ես արհամարում եմ եւ թքած ունեմ մեծամասնության տեսակետի վրա։ Դա հենց տոտալիտարիզմն է, դա հենց բոնապարտիզմն է, դա հենց նապոլեոնիզմն է, որով ցավոք սրտի տարապում է մեր քաղաքական դաշտի մի որոշ սեգմենտ։ Այսքանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը պաշտպանելու է կանոնակարգում օրենքում առաջարկված այս փոփոխությունները։ Շնորհակալություն։